Ողջույն, այսօր ինչպես միշտ շարունակելու ենք պարապել քննական հարցաշարերը, որպեսզի լիարժեք պատրաստ լինենք տեսական քննությանը, բայց մինչ այդ ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, մեզ ուղղված բազմաթիվ ջերմ խոսքերի, սիրո եւ գնահատականի համար։ Ուրախ ենք, որ այդքան հետաքրքրված եք եւ սպասում եք մեր հաղորդումների։ Իսկ հիմա կարծում եմ արդեն պատրաստ եք, որպեսզի սկսենք մեր հերթական դասը։ Ողջույն, Իգեր Արթուր։ Ողջույն Սյուզան։ Ինչպե՞ս եք։ Ես շատ լավ, դու ինչպե՞ս ես։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ շատ։ Այսօր նոր թեստ ենք, չէ՞, սկսելու։ Թեստ 14-ը։ Ես հիշում եմ։ Շատ լավ։ Միանգամից սկսենք։ Միանգամից։ Շատ լավ։ Մուտք են գործում թեստ համար 14։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը եւ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, լիազորագիր այլ անձին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու դեպքում թվարկված բոլոր փաստաթղթերը։ Կարծիքով բոլորը, թե առաջինը մենակ։ Միայն առաջինը։ Միայն առաջինը։ Հա, լիազորագիր սեփականատիրոջից պետք չի։ Լավ, ով ում տրանսպորտային միջոցը ցանկանա, իրավունք ունի, այո, կարող է վարել։ Բավական է տվյալ կարգի վկայականը, եթե ունես B կարգ, B կարգ, եթե C, D խոսքով, եւ այն տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, որը որ վարելու ես։ Ու վերջ բավական է։ Ու առաջ ժամանակին մի քանի տարի առաջ լիազորագիր պետք էր սեփականատիրոջից։ Օրինակ ես լիազորագիր էի տալիս, որ դու իրավունք ունենաս իմ մեքենան վարելու։ Հիմա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ այդ լիազորագիրը պետք չի։ Հասկացա։ Կարելի է վարել մեքենան։ Անցանք առաջ։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն երթևեկության գոտի է համարվում երթևեկելի մասի գծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկելու համար, երթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար։ Երկրորդը, բայց արի մի փոքր բացատրենք, լավ, մեզ դիտողների համար էլ, որպեսզի իրանց էլ ավելի պարզ եւ մատչելի հասկանալի լինի։ Նու ինչի երկրորդը, որտեղ առաջի պատասխանում գրված է միայն գծանշված երկայնական գոտին, իսկ մենք գիտենք, որ մեզ հնարավոր է հանդիպի փողոց, ինչ որ մի ճանապարհ, որտեղ այո, գծանշումը իրականացված չլինի։ Իսկ եթե չկա գծանշում կամ կա կամ չկա էական չի, եթե չկա, անգամ մենք պետք է մտքով այդ գծանշումը իրականացնենք եւ մնանք մեր գոտում։ Հասկանանք, թե ամբողջ ճանապարհը քանի գոտի ունի։ Ենթադրենք, եթե դու պատկերացնես, որ ամբողջ ճանապարհը բաղկացած է 4 գոտուց, ուրեմն մեջտեղում գոյություն ունի կրկնակի հոծկից, չէ՞, որովհետև 4 եւ ավել գոտիների դեպքում մեջտեղում լինում է կրկնակի հոծկից։ Այդ ամեն ինչը պետքա պատկերացնել եւ հասկանալ, թե դու որ գոտում ես գտնվում։ Հասկացա։ Մտքով կիսում ես ճանապարհը, բաժանում ես երկու մասի, որպեսզի հանկարծ հանդիպակաց ուղղություն դուրս չգաս։ Գծանշված կամ չգծանշված։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե առջևի մասում տեղադրված են սպիտակ գույնի լուսանդրադարձող հարմարանքներ, անսարքի քարշակի քարշակցման հարմարանքը։ Երկու դեպքում էլ։ Չէ, միայն երկրորդ դեպքում։ Ինչի։ Նախ հասկանանք, թե որն է լուսանդրադարձնող հարմարանքը։ Լուսանդրադարձնող հարմարանքը դա սարքավորում է, որի մեջ լամպոչկա չկա։ Լույսը անդրադարձնում այն ադրաժացելնի հատկություն ինքը ունի, դիմացից հետևից ընթացող մեքենայի լույսերը, որոնք գնում են տրանսպորտային միջոցի վրա, լույսը անդրադարձնում է, որպեսզի լինի նկատելի։ Անգամ կանգնած վիճակում, եթե մեքենայի վրա լույսը անգնում ու ոչ լուսավոր ժամերին, ինքը դառնում է նկատելի։ Շնորհիվ լուսանդրադարձնող հարմարանքների։ Եվ լուսանդրադարձնողները առաջամասում դիմացը պետք է լինեն սպիտակ գույն, հետնամասում պիտի լինեն այս դեպքում հետևում կարմիր։ Այս դեպքում եթե սպիտակ է, ուրեմն թույլատրելի է։ Այո, սա թույլատրելին է։ Ուրեմն այս դեպքում շահագործումը չի արգելում։ Շահագործումը կարգելի այս դեպքում, երբ որ անսարք է քարշակի քարշակ կծման հարմարանք հետ միացման տեղը։ Հասկացա։ Լավ։ Մյուսը։ Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնել հետևյալ հերթականությամբ։ Կարմիրը կանաչը կապույտը սևը, կանաչը կարմիրը սևը կապույտը, կանաչը կարմիրը կապույտը սևը։ Փորձի։ Մի հատ նայենք, այստեղ նշաններ ունենք, լուսացույց չունենք։ Ճիշտ ես։
Գլխավորներին հայտնաբերիր Գլխավորը կարմիրն է եւ կանաչը։ ճիշտ է։ Ըստ հերթականության կարմիրը կանցնի թե կանաչը, ոնց ես կարծում։ Կանաչը։ Կարմիրը նոր կանաչը, աչից հարված։ Երկուսի մեջ, երկու գլխավորների մեջ պիտի կիրառենք աչից հարված։ Կարմիրը, հետո կանաչը։ Կանաչը, շատ ճիշտ է։ Կարմիրը, կանաչը։ Այնտեղ մնաց կապույտ եւ սև։ Նորից նրանց մեջ շատ ճիշտ է, կիրառենք աչից հարվածը։ Կապույտը ու սևը։ Կարմիրը, կանաչը, կապույտը, սևը։ Շատ ճիշտ։ Կարմիր, կանաչ, կապույտ, սև։ Առաջի պատասխանը։ Շատ լավ է։ Մյուսը խաչմերուկը տրանսպորտային միջոցները կանցնեն հետևյալ հերթականությամբ։ Ահա։ Տրամվայը, դեղին ավտոմոբիլը, կանաչ ավտոմոբիլը, տրամվայը եւ կանաչ ավտոմոբիլը ու դեղին ավտոմոբիլը, ու կանաչ ավտոմոբիլը, դեղին ավտոմոբիլը ու տրամվայը։ Այստեղ տրամվայը ես չեմ հիշում ճիշտ ասած առավելություն ուներ թե չէ։ Ունի։ Ինչի ունի։ Միշտ չունի տրամվայն առավելություն։ Տրամվայը կունենա առավելություն, երբ որ պայմանները կլինեն հավասար։ Իսկ ստեղ հենց հավասար պայմաններ են, քանի որ լուսացույց այս խաչմերուկում չկա, գոյություն չունի, ճանապարհային նշաններ չկան, գոյություն չունեն գլխավոր երկրորդական, այսինքն պայմանները որը կանցնի տրամվայը, իսկ հետո կանցնի այն ավտոմոբիլը, ով աչից հարված չունի։ Եվ ով է այդ ավտոմոբիլը։ Մի րոպե։ Աչից հարված դեղինը կունենա։ Կանաչը։ Տրամվայը, կանաչը ու դեղինը։ Ուղղակի հերթականություն տրամվայի եւ կանաչի մեջ չպիտի սահմանենք։ Ինչու։ Միաժամանակ, ապրես, որտեղ իրանց ուղղությունները չեն հատվում, իրանք իրար հետ հատում չունեն, այսինքն աչից հարված չի ստանա ոչ տրամվայը, ոչ կանաչը։ Այսինքն տրամվայն ու կանաչ ավտոմոբիլը միաժամանակ, հետո արդեն դեղինը։ Ճիշտ է։ Իսկ դեղինը պիտի զիջի թե տրամվային, եւ թե իրեն աչից հարվածող կանաչ մեքենան։ Ստացվում է պատասխաններով մենք պիտի գտենք տրամվայ եւ կանաչ եւ ասելով իրանք իրար հետ միաժամանակ տրամվայը եւ կանաչը վերջում նոր դեղին ավտոմոբիլ։ Շատ լավ։ Մյուսն ենք փորձում։ Որտեղից են սկսում գործել բնակավայրով երթևեկության կանոնները։ Սպիտակ հիմնագույնով բնակավայրի սկիզբ նշաններից հետո միայն բնակավայրի անունը պարունակող սպիտակ կամ կապույտ հիմնագույնով նշաններից հետո միայն կառուցապատ տարածքը սկսելուց հետո։ Գիտես այս հարցի պատասխանը։ Հիմնագույնը սպիտակով։ Եթե դու մոտենում ես մուտք ես գործում ինչ որ մի բնակավայր, օրինակ, չգիտեմ, Արգավանդ, Գեղանիստ, Ծաղկալանջ, այտենց բազմաթիվ գիտեք, չէ՞, բնակավայրերի անուններ։ Իր հիմնագույնը լինում է սպիտակ։ Այդտեղից գործում է բնակավայրերով երթևեկության կանոնները։ Եկար հասար հավասարվեցիր այդ նշանին, այդտեղից սկսած բնակավայրը, օրինակ, պատկերացրու Երևան քաղաքը։ Երկուսս էլ ապրում ենք Երևանում, ճիշտ է։ Ինչ որ մի տեղից, կապ չունի որ կողմից, որ ուղղությունից, հենց եկար մուտք պիտի գործես Երևան, մեծ վահանակի վրա սպիտակ գույնով կանդիպես գրված է Երևան։ Վերջ տեղից բնակավայրը այնքան ժամանակ, մինչև այդ նույն Երևանին դու հանդիպես կարմիրով իր վրա գիծարվածն ես, այսինքն վերջ ավարտվեց, դու դուրս եկար այդ բնակավայրից։ Լավ, սպիտակ հիմնագույնը վկայում է նրա մասին, որ դու մուտք ես գործում բնակավայր։ Իսկ եթե այդ նույն ենթադրենք Երևան գրվածը քեզ կհանդիպի, բայց կապույտ հիմնագույնով, դա համարում է բնակավայրից դուրս։ Լավ, սպիտակ հիմնագույնով բնակավայրի սկիզբ նշաններից հետո։ Իսկ մյուս պատասխանը ոչ ինչու, բնակավայրերի անունը պարունակող սպիտակ կամ կապույտ։ Կամով չէ, կապույտը համարում է դուրս։ Հաջորդ հարցը։ Այս ճանապարհային նշանը նախազգուշացնում է տրամվայի գծերի հետ հատման մասին, տրամվայների կանգառի կետին մոտենալու մասին, պարտադրում է զիջել տրամվայի վարորդին։ Նախազգուշացնում է տրամվայի գծերի մասին։ Ճիշտ։ Ինչու։ Նախ նշանը մեզ պիտի որ հուշի, շատ ապրես։ Եռանկյուն եզրերը կարմիր նշանից հասկանում ենք, որ ինքը զգուշացնում է մեզ։ Ինչ որ մի բան։ Իսկ ինչա զգուշացնում, որ տրամվայի գծերի հետ մենք հատում ունենք, եթե այնտեղ կարիք եղավ, տրամվայը մեզ աչից կմոտենա, թե ձախ կողմից էական չի լինի։ Մենք նրան պարտավոր կլինենք զիջելու, իհարկե այնտեղ եթե զգուշացնում է, լուսացույց չի լինելու եւ այլն, ուղղակի գծերը հատելու են մեր ճանապարհը, հասնեն մենք նրան պարտավոր կլինենք զիջելու։ Զգուշացնում է։ Նախազգուշացնում է։
Այս նշանները պարտադրում են պահպանել առջևից ընթացողից հեռավորությունը։ Ահա։ Փոքր 70 մետրից 900 մետր հատվածում, ավելի 70 մետրից 900 մետր հատվածում, 70 մետրից 70 մետր 900 մետր հետո։ Ահա, ինչ ես կարծում, ոնց ես մտածում, արի դու կարող ես պատասխանները չկարդալ, փորձել ինքնուրույն տրամաբանելով կամ եթե գիտես, թեկուզ սխալվես, ոչինչ, մեկնաբանությունը վերջում կասենք։ 70 մետրից 900 մետր հատվածում 900 մետր հատվածում, այո, 70 մետրից պակաս, նայ, այսպես մտածենք, նախ վերևին նշանն ենք նայում հիմա, ինքը արգելող նշան, ասում է դիստանցիա, այսինքն միջ տարածությունա պետք պահել երկու տրանսպորտային միջոցների մեջ, ոչ պակաս, քան 70 մետր, 70 կամ ավելի, և սլաքները վերև ուղղված, երբ որ մենք հանդիպում ենք տակի ցուցանակին, լրացուցիչ տեղեկատվության ցուցանակին, դա նշանակում է ազդմանգոտու երկարություն այն ցույց տալիս, որը հաշվարկվում է այդտեղից սկսած, այսինքն այստեղից սկսած, որտեղ նշանը տեղադրված կլինի, 900 մետր հատվածում, 900 մետր երկարության գոտում, չպետք է 70 մետրից պակաս միջ տարածություն պահել։ Հիմա պատասխանները, դե փոքր 70 մետրից չի լինի, հատվածում չի լինի, ահա, ավելի 70 մետրից 900 մետր հատվածում։ Իսկ մյուս պատասխանը վերջինը չի ստացվի, քանի որ 70 մետր 900 մետր հետո դա արդեն հեռավորություն ցույց կտա 900 մետր հետո։ Իսկ եթե հեռավորություն ցույց տար, այս կողքի սլաքները չէին լինի։ Երբ որ առանց սլաքների գրված լիներ 900 մետր, դա ցույց կտար 900 մետր հետո։ Բայց եթե կողքը սլաքներ կա դեպի վեր ուղղված, դա այստեղ մեքենաների արանքում ինչքան հեռավորություն պետք է լինի, շատ ճիշտ է, ոչ պակաս, քան 70 մետր։ Ու տեղանքից ելնելով, ինչ-ինչ պատճառներից ելնելով, այստեղ նշանով քեզ ասում որ այսքան հեռու մնա։ Իսկ մենք չպետք է ասենք այս դեպքում, ես լավ վարորդ եմ, իմ մեքենան թանկարժեք մեքենա է, ոչինչ 70 մետրը շատ եք դուք համարում, ես ավելի կարճ դեպքում պետք է եթե նշանը տեղադրել։ Վազանցն արգելվում է խաչմերուկներում երկաթուղային գծանցներից 150 մետր առաջ, երկու դեպքում էլ, թե երկաթուղային գծանցներից։ Դու կհիշես այս թեման մենք միասին ուսումնասիրել ենք։ Վազանցը։ Տես, արի մի հատ հիմա ես ասեմ, հետո դու պատասխանես։ Երկաթ գծերը շատ լավ գիտենք, որ նա գնացքի գծերի մասին է խոսքը։ Ուրեմն վազանց չի կարելի կատարել երկաթուղային գծերի վրա, այսինքն գծանցում, եւ դրանից 100 մետր առաջ։ Հա, եթե 150 մետրը կարողանա։ Արդեն կարելի է, որտեղ 150 մետրը խաչմերուկում չի կարելի։ Ու խաչմերուկում ասածը յուրաքանչյուր խաչմերուկ։ Այդտեղ կապ չունի, դա կլինի տեաձև, քառաթև խաչմերուկ կլինի, 5 մոտեցում կունեն խաչմերուկը, էական չի։ Դա ոչ մի խաչմերուկում, հա, եթե խաչմերուկում է ներսում սահմաններում վազանց կատարել չի կարելի։ Իսկ երկաթուղային գծերի վրա եւ դրանից 100 մետր առաջ արգելում է 150 մետր ահագին տարածություն կա թույլատրվում։ Կարող։ Մի բան էլ փորձենք հիշել, հնարավոր է մեզ հանդիպի այդ հարցը։ Երկաթուղային գծերը անցնելուց անմիջապես հետո թույլատրում է վազանց կատարել։ Հա։ Լավ, չի կարելի վրա եւ 100 մետր դրանից առաջ։ Ուրեմն արգելեցինք այս դեպքում խաչմերուկ։ Մյուս հարցին անդրադառնանք։ Մեր վերջին հարցին այսօր։ Վերջին հարցին, շատ լավ։ Թույլատրվում է արդյոք վազանցել ավտոգնացքը տվյալ իրադարձությունում, եթե դրա արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ։ Ահա։ Ոնց ես մտածում։ Իմ կարծիքով կարգելի։ Այո, արգելվում է։ Հա։ Ես նշանից ճիշտ ասած։ Ապրես, հենց նշանը շատ կարևոր։ Նշանը մեզ ինչ է զգուշացնում, որ մենք մոտենում ենք խաչմերուկի։ Իսկ խաչմերուկում վազանց կատարել չի կարելի։ Անկախներից 30 կմ/ժ։ Էական չի արագությունը։ Արագությունը այստեղ ընդհանրապես կապ չունի։ Սա հենց այնպես գրված է։ Լավ, խաչմերուկում վազանց չենք կատարում, արգելվում։ Էական չի դա ինչ խաչմերուկ է, կարգավորվող, չկարգավորվող, լուսացույցի առկայություն կա, ճանապարհային նշաններ կան, չկան, էական չի։ Խաչմերուկում չենք կատարում վազանց։ Հասկացա։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ։
դասի համար։ Հիմա անդրադառնանք մեր համացանցում մեզ հետևողների ուղղած հարցերին։ Այստեղ մեզ ուղղել են, խնդրել են, որպեսզի անդրադառնանք քարշակման ժամանակ մարդկանց տեղափոխումը որ դեպքում է թույլատրելի։ Լավ, մենք այդ հարցին ես հիշում եմ անդրադարձել ենք, անգամ ունենք գրատախտակի վրա նկարած այդ ամեն ինչը, բայց չենք զլանում, չենք նեղացնում։ Այո, մեր համացանցում հետևողներին, բայց նաև ասում ենք, որպեսզի հետևեն մեզ, բաց չթողնեն մեր հաղորդումները, որպեսզի այսպես հարցերը չկրկնվեն։ Միշտ որ հետևեն, կհասկանան արդեն, որ հարցին ենք անդրադարձել, որին ոչ։ Լավ, տեսեք, եթե քարշարկող եւ քարշարկվող տրանսպորտային միջոցները թեթև մարդատարներ են, երկուսի մեջ էլ մարդկանց գտնվել է թույլատրվում են։ Եթե քարշարկողը եւ քարշարկվողը բեռնատարներ են, ուրեմն քաշողի, քարշարկվողի թե խցիկում, թե թափքում թույլատրում է մարդկանց գտնվել է։ Իսկ քարշարկողի միայն խցիկում է թույլատրում։ Թափքում չի թույլատրում։ Ինչ վերաբերում է ավտոբուսի տարբերակը դեպքում, քարշարկող ավտոբուսում ամբողջությամբ կարող են մարդիկ գտնվել ըստ նստատեղերի քանակի։ Իսկ քարշարկվողում չի թույլատրվում։ Ամենավերջի տարբերակը դա մասնակի բեռնման եղանակով քարշարկում իրականացնելն է կիսով չափ, քարշարկողի միայն խցիկում կթույլատրվի։ Խցիկը հասկանում ենք այդ այնտեղն է, որտեղ որ վարորդն է գտնվում։ Բացի վարորդը կողքը 1-2 անց եթե կա տեղ կարող են գտնվել։ Վերջ այսքան։ Շնորհակալ եմ շատ։ Կարծում եմ հասկանալի դարձավ հարցի պատասխանը, արդեն մյուս դասին կշարունակենք թեստը, կշարունակենք 11-րդ հարցից։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։ Իսկ դուք չմոռանաք հետևել մեզ մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։